Ասիկ ինչ-որ տեսնում եք, առաջոր երբ որ եկան գիշերով արդեն կարկուտից հետո դեռ չենք հասկանում ինչա կատարում, որտեվ նույնիսկ ջեր մոտ չենք կարողանում մտնել։ Այն ֆիլմ ուժասների նման վերևից սուր ապակիներ անգնում էին։ Մի կերպ դիմացանք շունչները սպառած մինչև առավոտը մտանք ու տեսանք այն ինչ-որ տեսնում եք։ Նույնիսկ այս հրաշք բերքը արդեն որ հասել է պետքա քաղուի տարվի սպառողին, չենք կարողանում մտնենք հավաքենք, ապակին թույլ չի տալիս, վերևից ընկնում է, ներքևից քայլել հնարավոր չի հնարավորության սահմաններում, տեսնում եք աշխատողները քրտնաջան աշխատում են առավոտվանից երեկո, որ գոնե ազատենք այս պրախոտները, որ մարդիկ կարողանան քայլել ստեղով։ Վնասի չափերը շատ մոտավոր են քաշվել, ես ուղղակի թվերը ասեմ, դուք կարող եք ինքներդ բազում պատկել էլեմենտար մաթեմատիկա։ Ջարդվել է 42,000 քառակուսի մետր ապակի, իսկ մեկ ապակու արժեքը մոտավորապես $4 արժե։ Ինչ պատկերացրեք, չհաշված աշխատանք, չհաշված այն բերքը, ինչ որ կորցնում ենք, որտեղ վարդը այսօրվա դրությամբ այն վիճակն է, որ դեռ գլխիկը չբացված, կոկոնը չբացված, պետք է քաղենք, որպեսզի բացված վիճակում հասնի սպառողին։ Իսկ հիմա բացված վարդերը ոչ կարող ենք քաղել վաճառել, ոչ էլ կարող ենք ինչ-որ մի բան անել։ Ուղղակի վայելում ենք արհավիրքը իր գեղեցկությունը վարդերն արհավիրքես ապակիները, որոնց վրա նույնիսկ քայլելը շատ վտանգավոր է։ Հանձնաժողովից եկան, նայեցին, ֆիքսեցին, ասեցին կանեն ամեն հնարավորը։ Մենք էլ հավատում ենք, որ թեկուզ այն ամենամինիմալ օգուտն էլ, մինիմալ փոխհատուցումն էլ որ լինի, էլի շատ շնորհակալ կլինենք։ Եթե մենք կարողանանք այն նյութերը, որոնք այսօր պետք է ներմուծենք, որպեսզի վերանորոգում անենք, որպեսզի մեր ջարդվածները վերականգնենք, օրինակ ներմուծող ապրանքները կարելի էր ինչ-որ մաքսազերծման հետ կապված զեղչեր արվեր, դիմացը ձմեռ է գալիս, ձմռան ժամանակ ջեռուցման աշխատանքներում կարելի էր ինչ-որ զեղչեր անել, այսինքն չենք ուզում բերեն մեզ գումարը տան, ասեն վերցրեք, դուք վնասվել եք, այս գումարը ինչ ուզում եք արեք, գումար պետք չի, բայց այն միջոցառումները, որին մենք գնում ենք այս ամեն ինչը վերացնելու համար, դա մաքսազերծման, դա գազի գնի հետ կապված, դա ասենք ինչ-որ գումարներ, որ մենք պարտավորություն ենք, մի քիչ զիջողական, հանդուրժողական քաղաքականություն տանեն, դրանով ցույց կտան այն պատժերժկան, ոնց որ ասում են, որի կարիքը մենք այսօր ունենք, դա էլ շատ մեծ օգնություն կլինի մեզ համար։ Այս վերջի 25 տարվա մեջ մոտավորապես 15 տարին անկախ ջերմոցային տնտեսությունից ես զբաղվում եմ նաև բաց գրունտի մշակմամբ։ Անձամբ ես 3 անգամ ընկել եմ այս արհավիրքի տակ կարկուտ կոչեցալի, նույնիսկ մի տարի 4 հեկտար ուրեմն սացիլավորած դաշտը 15 րոպեում ջնջեց տարավ։ Ուղղակի ես ուզում եմ հասկանալ 25 տարի այս արհավիրքը մեր գլխին կախված է, 25 տարի մենք ես նկատում եմ մեր երիտասարդ պետությունը, ոչ թե ամեն անգամ դնում ենք, անում ենք, չարչարվում ենք, կես ժամ, 15 րոպեվա ընթացքում ավիրում տանում է։ Ինձ հետաքրքիր է ամբողջ աշխարհում է սա կատարում, թե մենակ Հայաստանում։ Միթե սա աշխարհում հնարավոր է այս հարցը լուծել, պայքարել դրա դեմ, իսկ Հայաստանում այդ հնարավորությունը չկա։ Տեսել եմ հակակարկատային կայաններ, կրակում են, ձեները լսվում է, բայց ոնց որ թարսել են, ինչքան շատ են կրակում, այնքան շատ է կարկուտ գալի։ Չեմ հասկանում, կամ կայանները լավը չեն, կամ իրանց փամփուշտները լավը չեն։ Պետք է մի հատ ինչ-որ գլոբալ հարցի լուծում, որ այս կարկուտի դեմ պայքարենք, որովհետև հնարավոր չի, սենց հնարավոր չի։ Միայն երկու անգամ է սենց բան անի, պետք է այս բիզնեսը սենց փակենք ու գնանք ուրիշ տեղ։ Իսկ մենք չենք ուզում գնանք։ Մենք եթե այսքան տարի մնացել ենք, աշխատում ենք, չարչարում ենք, ուրեմն հողին սերտ աճացենք, այս հողի մեջ ենք։ Այս վարդերի նման հողի մեջ աճացենք մենք։ Չենք ուզում այս հողից տեղնենք, բայց նաև ուզում ենք, որպեսզի մենք էլ վարդերն էլ պաշտպանված լինենք, թե կարկուտից, թե հազար ու մի բանից, որը այսօր դրությամբ բերում է այս վիճակին։ Ամենակարևոր մոմենտը նա է, որ մարդուն մի քիչ դուխ տան։ Եթե դուխները ստեղնալու ամեն ինչ անում ենք, փառք Աստծո։